Մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմել լայք եւ բաժանորդագրվեք։ Очень тяжелое положение у нас, армянов, очень трудно, кризис. Нету вверху никого, все турки. Окружается эта мафия, которая поддерживает. Они только одно опасаются, что христиане сегодняшний день мир стоит в армян. У нас нету плохой армяне. Один кулак мы должны бить. Спайка должна, спайка если не будет у нас, мы тоже пропадем. Пропадем. Если мы вместе все будем, не будем обсуждать, у нас среди нас не будет никакой драка, никакой скандал, победа будет. 300% за нами, никакой разговор не может быть. Ни один рус не может уже держать армянов. Мост сгорел, уже вернуться некуда. Нам надо на перелом идти. А перелом куда идти? Когда сопка лобовой ничего не сделаешь. Боком не расшибешь эту сопку. Надо кулак, а кулак у нас не хватает, потому что немного. Большое спасибо. 7 պատճառ, թե ինչու են օրենքով գողերը զրկվում տիտղոսից։ Գողերի աշխարհը փակ է, իր օրինաչափություններով եւ յուրահատուկ օրենքներով։ Գողերի աշխարհը որքան էլ փակ լինի, միևնույն է, որոշ մանրամասներ հասանելի են դառնում լայն հանրության համար։ Գողերի աշխարհին քաչ հայտնի մի փորձագետ վերջերս հարցազրույց է տվել եւ հայտնել, թե որ պատճառների դեպքում են գողերը զրկվում իրենց տիտղոսներից։ Այսպես, օրենքով գողին թագազրկելու գլխավոր պատճառներից մեկը օփշակի հետ անարդար մանիպուլյացիաներն են։ Գումար թաքցնելը կամ գողանալը։ Գողական աշխարհի պատմության մեջ գողերի մահվան շատ օրինակներ կան։ Օրինակ 2015 թվականին Թուրքիայում Վադիկ Կրասնոդարսկին սպանվեց դրամարկղից $6 միլիոն գողանալու համար։ Սպանված օրենքով գողը վաղուց հայտնի էր գումարները մխսելու իր բնավորությամբ։ Ձեթ Հասանի սպանությունից հետո Իվանենկոն իրավիճակը գաղտնի վերահսկում էր եւ իրավիճակի անուշխանության հետևանքով մեծ գումարներ էր իրենով արել։ Աղբյուրների փոխանցմամբ ազնիվ օրենքով գողերը հանուն իրենց կարգավիճակի երբեք իրենց թույլ չեն տա ընդհանուր հիմնադրամից գումար վերցնել նույնիսկ իրենց վիրահատության համար։ Օրենքով գողը տիտղոսից կարող է գործակցելով բանտի տնօրինության հետ։ Նա չպետք է խոնարհվի իշխանության առջև, չպետք է գործ ունենա պետական աշխատողի հետ եւ ընդհանրապես չպետք է աշխատի գտնվելով զոնում։ Այնուամենայնիվ գողերը այդ հարցը վերջնագիր չեն համարում։ Հայտնի է, որ հանգուցյալ Մաքս Ֆրանցուզը ժամանակին բանտում հրաժարվեց իր տիտղոսից։ Համացանցում տարածված տեսանյութում ակնհայտորեն խոշտանգված Մաքս Ֆրանցուսն ասում է, որ ինքն այլևս օրենքով գող չէ։ Այդ փաստը սակայն պատճառ չդարձավ, որ նրան զրկեն տիտղոսից։ Իրականում գողական աշխարհի օրենքներով օրենքով գողերին արգելված է մարդկանց վրա մահափորձ անել։ Իրենց օրենքներով էլ մարդուն սպանելը աններելի մեղք է, որին հաջորդում է թագազրկումը։ Այնուամենայնիվ, այդ կանոնը խախտողը կարող է արդարացվել միայն այն դեպքում, եթե պարզվի, որ դրանով նա պաշտպանել է իր կյանքը։ Հայտնի է նաև այսպիսի մի պատմություն, երբ ադրբեջանցի օրենքով գող Ռովշան Լենկորանսկին դատարանի դահլիճում սպանել է իր հոր մարդասպանին։ Օրենքով գողը միշտ պարտավոր է պատասխանատու լինել իր խոսքերի համար։ Եթե նա կոնկրետ հարցի չի կարողանում պատասխանել, ուրեմն կարող է զրկվել իր տիտղոսից։ Գողը կթագազրկվի, եթե այն անարդար ձևով ստացած լինի։ Նմաններին ապելսին են անվանում եւ զրկում են տիտղոսից։ Տիտղոսից զրկվելու պատճառներից են նաև ընտանեկան կարգավիճակը եւ թմրամիջոցների օգտագործումը։ Բայց դատելով շատ օրենքով գողերի կյանքի պատմություններից, դա կարծես թե այդքան էլ այդպես չէ։ Եթե օրենքով գողը խախտում է օրենսգիրքը, ապա մի քանի այլ գողերի մասնակցությամբ հավաք է կազմակերպվում։ Մեղավորին մանրամասն հարցաքննում են, որից հետո ընդհանուր որոշում են կայացնում։ Թագազրկումից հետո տիտղոսը վերականգնել հնարավոր է, սակայն դա մեծ ջանքեր է պահանջում։
Ինչու՞մ է մեղադրվում օրենքով գող լեննականցի Զապը։ Լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ օրենքով գող Անդրանիկ Սողոյանը, լեննականցի Զապը, մեղադրվում է ոչ միայն օրենքով գող Դաթո Պանկինսկու սպանության, այլ նաև օրենքով գողերի վրա հարձակումների մեջ։ Ըստ որոշ աղբյուրների, լեննականցի Զապին մեղադրում են Թուրքիայում քութայիսցի օրենքով գող Գոչի Ալպայիձեի քրեական աշխարհում հայտնի Ալֆասոնի սպանության մեջ, որը գործել է Շաքրո Մալադոյի եղբորորդու, օրենքով գող Դաթո Օզմանովի պատվերով։ Բացի դրանից գաղտնիք չէ, որ Զապը հաշվեհարդար է տեսել նաև նախկին օրենքով գող Հայկ Նիկողոսյանի, Հայկող Ղարաբաղսկու հետ, ում Զապի մարդիկ դարձրել են հաշմանդամ, հենց նրա սեփական տանը կրակելով ոտքերին։ Ելնելով արտաքսված հայ օրենքով գողերի ընտանիքի հավասարության սկզբունքներից, Հայկոն Զապին այլևս առաջնորդ չէր համարում, որի համար էլ պատասխան է տվել։ Հայտնի պատմություններից հետո հայաստանյան գողական աշխարհում Զապը պաշտոնապես դարձավ առաջին դեմք։ Այդ պատվին Զապն արժանացավ այն ժամանակ, երբ ըստ հայկական մամուլի 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊՑ գնդի գրավման ժամանակ իբր իշխանությունները դիմել էին քրեական հեղինակություններին, չեզոքացնելու գնդի գրավումը։ Քրեական հեղինակություններ Զապը, Սուրոն, Ալոն եւ Աֆոն հրաժարվել էին գործակցել Հայաստանի ուժային կառույցների հետ եւ խնդրել էին իրենց գողական հեղինակությունը չօգտագործել նման գործողությունների համար։ Պանկինսկին Օզմանովի համար իրենից նեղացածների թվում փոքր նշանակության ֆիգուր էր, որից կարող էին վրեժխնդիր լինել։ Զապը պատժեց ամենաանվնասին, որն իր ճակատագրի հետ առնչություն չուներ։ Եթե չակերտավոր ասված գողական ճշտով Հայկոյի հետ արվածը կարելի էր համարել սեփական պատիվը պահելու քայլ, ապա Պանկինսկու եւ Ալֆասոնի դեմ ուղված քայլերը Շաքրոյի կլանին մատուցված ծառայություններ են, որոնց վրա Զապը ամենայն հավանականությամբ դրել է իր ամբողջ հույսը։ Նյութը հրապարակվել է Prime Crime կայքում։ Հայ ազգի օրենքով գող Անդրանիկ Սողոյանը, ով ավելի հայտնի է Զապ մականունով, ծնվել է Գյումրիում 1968 թվականի հուլիսի 23-ին։ 2007 թվականին նա պատվիրել է մի հայ գործարարի սպանությունը, սակայն Վարդու մարդասպանը 2 անգամ սխալվել եւ այլ անձի նկատմամբ է մահափորձ իրականացրել։ Չեխիայում հեռակակարգով 22 տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ 2014 թվականի հոկտեմբերին նրա նկատմամբ հայտարարվել է եվրոպական հետախուզում։ 2014 թվականի հոկտեմբերի 28-ին Սողոյանը ձերբակալվել է Երևանում եւ նրա նկատմամբ կիրառվել էր ժամանակավոր կալանք։ 2015 թվականի հունվարի 28-ին Երևանի կենտրոն եւ Նոր Խմարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանքը 2 ամսով երկարացնելու արտահայտության նախարարության միջնորդությունը եւ Սողոյանը ազատ է արձակվել։ Հայտնի ռուսական լենտա Ռուկայքը Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում այսպես կոչված գողական կյանքի եւ օրենքով գողերի մասին հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձել էր նաեւ Անդրանիկ Սողոյանին։ Հոդվածը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Օրենքով գող Անդրանիկ Սողոյանը, նույն ինքը լեննականցի Զապը, ժամանակակից Հայաստանում ազդեցիկ օրենքով գող է։ Եվ ոստիկանության հրապարակած տեսանյութում էլ նրա մասին հիշատակվում էր։ Նրա տունը խուզարկել են, բայց ոստիկանությունը Սողոյանին բերման չի ենթարկել, անգամ չի տեսել, քանի որ նա արդեն 2 տարի է ապրում է արտասահմանում։ Զապը սերտ կապեր ուներ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ։ Քրեական շրջանակում Սողոյանին անվանում են պետական գող։ Նախկին ոստիկանապետը Զապին էր վստահում սինթետիկ թմրանյութերի ներմուծման եւ տարածման ցանցի ողջ վերահսկողությունը։ Իսկ դրա դիմաց իր բաժինն էր ստանում եւ Զապին ազատում էր օրենքի հետ ավելորդ խնդիրներից։ Դա կարգավորված բիզնես էր, որը ստիպված էին մի փոքր սառեցնել կապված 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ։ Իշխանություններին անհրաժեշտ էր օրինականություն խաղալ։ Զապը դուրս եկավ Հայաստանից։ Նրան դրանից հետո նկատել են Թուրքիայում, որտեղ նրա անունը կապվում էր օրենքով գող Դաթո Փանիկիսկիի սպանության հետ։ Բացի այդ, որոշ տեղեկություններով Զապը մասնավոր հյուր է Դուբայում։ Ինքը Սողոյանը փորձում է այնպես անել, որ իրեն ոչ միտեղ չնկատեն։ Չեխիայի իշխանությունները նրա անունով միջազգային հետախուզում են հայտարարել պատվիրված սպանության եւ սպանության փորձի համար։ 2014 թվականին Պրահայի դատարանը նրան դատապարտել է 22 տարվա ազատազրկման։ Այդպիսով ցանկացած անցակետում անհաջողությունը կարող է ավարտվել Պրահայում ազատազրկմամբ։
Հանուն հետագա աշխատանքի բիզնեսը ժամանակավոր սառեցնելու միտքը չհաջողվեց։ Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխություն, եւ նա, ով ամեն ինչ էր, դարձավ ոչինչ։ Վովա Գասպարյանը եւ նրա շրջապատը հեռացվեցին ոստիկանությունից։ Գոյություն ունի նաեւ մեկ այլ տարբերակ, համաձայն որի ԶԱՊ-ը ստիպված էր լքել Հայաստանը մյուս օրենքով գողերի՝ Մանեթի տղա Սամոյի, Աֆոյի, Քոնչոյի, Կախ Անդոյի եւ մյուսների հետ վեճի պատճառով։ Ասում են, ԶԱՊ-ը համաձայնություն է տվել Սասնա ծռեր զինված խմբավորման անդամներին նեղել բանդում։ Դրա համար ԶԱՊ-ի դեմ ֆիզիկական ազդեցության լծակներ են օգտագործվել, ինչը միշտ համարվել է թագից զրկելու սկիզբ։ Այդ ժամանակ իշխանությունները որոշելով փրկել ԶԱՊ-ին, նրան երկրից հանել են, շարից եւ փորձանքից հեռու։ Հենց այդ ժամանակ էլ խոսակցություններ տարածվեցին, որ Սասնա ծռերի հետ կապված այս պատմությունը նրան զրկել է գողական տիտղոսից, բայց դրանք հաստատված չեն։ Իրականում կռիվներ որպես այդպիսիք չեն եղել։ Գողերը սահմանափակվել են ոչ մեծ ծեծկրտուկով, որից հետո կարողացել են կոծկել սկանդալը, եւ ԶԱՊ-ը ինչպես եղել է գող, այնպես էլ մնացել է։ Գործը իհարկե բարդացնում էր ԶԱՊ-ի լարված հարաբերությունները երևանցի օրենքով գող Ժիրայր Բրուտյանի Ժիրոյի հետ, բայց այդ վեճը շուտով ավարտվեց հաշտությամբ։